ինչ ակնկալիքներ ունեք, քաղաքացիական պայմանագրից արդեն հասարակել են, որտեղ են քննարկելու հայտարարություն նախագծում։ Շատ զարմանալի է, մենք չենք էլ սպասում։ Քաղաքացիական պայմանագիրը երբ դեմ քվեարկեց 1 տարի առաջ, մոտ էս ժամանակները, հայ գերիներին Բաքվից վերադարձնելու կոչի COP29-ի հետ կապված հայտարարության նախագծին, տապալեց այդ նախագիծը, որը զերո ներքաղաքական օրակարգ ուներ, որևէ տառ ներքաղաքական չկա։ Դրանից հետո իրանց ամեն ինչ սպասելի է, բայց նա ոչ մի կապ չունի այս լսումները եւ ցանկացած գործողություն, որը արվում է քաղաքապետարների հետ կապված, բոլորիս նախ առաջին հերթին մարդկային եւ երկրորդ հերթին արդեն քաղաքական պարտքն է։ Այդ մարդիկ մեր պայքարի ընկերներն են, իրենցից յուրաքանչյուրի փոխարեն կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը, եւ մենք պարտավոր ենք ցանկացած միջոց, ցանկացած հնարավորություն օգտագործել այդ խնդիրը բարձրաձայնելու։ Գիտեք, այստեղ նույն տրամաբանությունը դուք ինձ կարող եք հարցնել, իսկ միջազգային կազմակերպություններին նամակներ գրում եք, երբ որ հերթական քաղաքապետարանը ավելանում կամ հերթական խայտարակությունն է տեղի ունենում քաղաքապետարների թեմայով, իհարկե այդ բոլոր նամակները գրվում են միջազգային կառույցներին։ Արձագանքը կամ չկա, կամ մեզ չի գոհացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել կատարել այդ աշխատանքը։ Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը, մեր պարտավորությունները, անկախ նրանից, թե ինչքան լկտի, ցինիկ լռություն է լինում միջազգային կառույցների կողմից։ Հետաքրքիր է, որ ասում եք նամակներով դիմում եք, հետաքրքիր է, ինչ պատասխան։ Շատ լավ է, ես հարցը պատասխանում այստեղ։ Լռությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով եւ Փաշինյանի հլու հնազանդ կատարածու լինելու փաստով։ Ինքը ծառայի կարգավիճակով ծառայում է մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին, թերևս այդ աշխարհաքաղաքական կենտրոնները չեն ուզում իրենց ծառային փոխել կամ որևէ խնդիր առաջացնել իրենց ծառայի նկատմամբ։ Ամեն դեպքում ասենք, որ իսպառ լռություն չի եղել է ԵԺԿ-ի բանաձև, որը շատ կարևոր փաստաթուղթ է Եվրոպայի իշխող քաղաքական միավորի, Եվրոպայի ժողովրդական կուսակցության եւ հեսա դա եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ԵԺԿ անդամ եւ մեր առաջարկով է այդ բանաձևը ընդունվել, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանում արկայան քաղաքապետարներ, անվանական նշվում է Արմենաշուտյանի հարցը, նույնը տեղի է ունեցել նաեւ կենտրոնամետ դեմոկրատների միության պարագայում, որը նույնպես հանրապետականի միջազգային գործընկերն է, պատասխանելով ձեր հարցին, ինչ են պատասխանները շատ տարբեր են։ Մենք շարունակում ենք մշտադիտարկել, մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք առանց տեսախցիկների, իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների։ Բոլոր շոշափելի պատասխանները դուք տեսել եք իմ նշած 2 հատ եւ մի քանի այլ բանաձևեր կամ հայտարարություններ, որոնք որ եղել են, որը այնքան կարևոր, բայց շատ ավելի մեծ արձագանք պիտի լինի։ Դա շատ փոքր արձագանք է մի երկրի վերաբերյալ, որտեղ կա այս պահին 40, շուրջ 40 քաղաքապետարան։ Պարմամիջյան ինչու դատախազ չեկավ եւ բացի այդ հրավիրել նաեւ դեսպանների արդյոք ներկա են։ Դե ինչպես տեսնում եք, ով ներկա է դահլիճում, դատախազի չգալու հետ կապված Նախորդ անգամ կար նախին էպիզոդի հետ կապված բավականին ելույթ ունեցավ։ Ենթադրում եմ, որ Տիկին դատախազի քաղաքական հետաքրքրությունները այլ բան են նշում, քան ներկա լինել այս լսումներին, նույնպես դա անակնկալ չէ կարծում։ Այսինքն ասվել է, որ չկա։ Ես ասեցի ձևակերպումը, որը իմ համար անհնարին է։ Եվ ինչ է ակնկալում, հա, ասում այս ամեն ինչը ինչ-որ փոփոխությունը կարող է այնուամենայնիվ առաջացնել կամ ինչ-որ զսպող դեր ունենալ։ Գիտեք, Տիկին Միքայելյան, այդ հարցը կամ առասարակ միջազգային կառույցների հասկացել եք, այդ հարցը իմ համար մի փոքր կոռեկտ հարց չի, որովհետև եթե փորձենք որևէ գործողություն անելուց առաջ չափել իսկ ինչքան է հավանականությունը դրա հաջողության, ապա շատ ավելի քիչ գործողություններ կարվեն։ Այսպիսի տրամաբանություն կա իմ համար։ Եթե ոչինչ չանենք, հաստատ ոչ մի արդյունք չի լինի։ Եթե անենք այն ամեն ինչ կարող ենք ու մի քիչ էլ ավել, կա հավանականություն, որ կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել։ Քաղաքապետարների հարցը չի կարող մոտեցնել, դա պետք է լինի top 1 թեմաներից մեկը,
յուրաքանչյուր անգամ մեր միջև դեն գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր առջև շատ բարդ խնդիր է առաջանում ֆիքսված ժամանակահատվածում հասցնել եւ խոսել Հայաստանի անվտանգային խնդիրներից եւ բարձր պահվող մեր գերիներից եւ Հայաստանում քաղաքանտարկյալների եւ առհասարակ ժողովրդավարության հետ ընթացի մասին կետերից ինչ որ մի կերպ դա մեզ հույս ունեմ որ հաջողվում է ուստի ձեր հարցին պատասխանելով անկախ նրանից թե օրինակ այս ինտերվյուից ինչքան օգուտ կլինի կամ այս լսումից ինչքան օգուտ կլինի կամ այս ինչ նամակից ինչքան օգուտ կլինի դա պիտի անել եւ անել ուժերի ներածի չափով ու մի քիչ էլ դրանից ավել որովհետեւ մենք դա պարտական ենք նորից կրկնել առաջին հերթին պայքարի ընկերների նկատմամբ հատառհատանումները չթվարկեմ նորից եմ ասում իրանցից յուրաքանչյուրի փոխարեն կարող է լինել ընդդիմադիրներից ցանկացածը եւ նաեւ քաղաքական պարտավորություն որովհետեւ այդ մարդիկ հայրենասիրության համար կալանավորված են Անջանյան քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ օրերս վերադարձել են Բաքվից եւ այստեղ նշում էին կամ փոխանցում էին Հաջիևի խոսքերը, թե Ադրբեջանը այլևս տարածքային որևէ պահանջ չունի Հայաստանից, իրենք խաղաղության են ձգտում, բայց զուգահեռ ցույց են տվել հանդիպել հաղթող պատասխանատուն եւ գերիներ։ Եթե այնտեղ ունենք գերիներ, եթե Հայաստանի տարածքից օկուպացված տարածքներ ունենք, ինչ խաղաղության մասին կարող ենք խոսել։ Իհարկե խոսքերով չի կարող գոյություն ունի մարդկային արժանապատվություն հասկացություն գնաս մի քաղաք որտեղ պահվում են քո հայրենակիցները եւ իրենց քոնե որբիսությունից չտեղականաս ու առհասարակ ինչ նշանակում քաղաքասարակ ոչ ես կողմնա քաղաքասարակության իրական ներկայացուցիչներ աշխատավարձով Փաշինյանին գովերքող մարդիկ են դե իսկ Ադրբեջանում քաղաքասարակություն հասկացությունը առհասարակ նոնսենս է քաղաքագիտական տեսանկյունից Ադրբեջանում քաղաքասարակություն լինել չի կարող ուստի երկու ֆեյքերի հանդիպումը եկեք ես չմեկնաբանեմ էլի իսկ իրանց ասածները իրանք ստեղել էին Ադրբեջանի քարոզչությունը տանում առանց Ադրբեջան գնալու առանց Բաքու գնալու հիմա մի քիչ ավելի մեծ ավյունով երևի ոգևորվել են ինչ որ կամ ինչ որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ իրանք շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը ես նորից ասեմ երկու ֆեյքերի հանդիպման հետ որոշ դեպքերում այնտեղ ֆեյքերի տիրակալներ էլ կային երկու ֆեյքերի հանդիպումը ես մեկնաբանելու ցանկություն չունեմ Դեպքում ասում են շարունակական է լինելու նաև լրագրողները կարող են Ադրբեջանից այստեղ այո այստեղից գնալ եւ առհասարակ այս գործընթացին այսպես 5 դներ իրենք իհարկե բացատրում որ խաղաղության ամրապնդման համար է արվում ինչ նպատակ արդյոք խաղաղության իսկապես ամրապնդում է Սիվիկից եւ հայկական ժամանակից 2 կամ 3 մարդ գործողում ունենալ ինչի եք նախանձում իրանց ամբողջ գործընթացը եմ անում իհարկե նախանձելը ամբողջ գործընթացի արդյունքը դա է լինելու ասում են Սևիկրան համով է չգիտեմ ես սիրահար չեմ Սևիկրայի դա է այդ ամբողջ գործընթացի պատմությունը մի խումբ մարդիկ Սևիկրա կարողանան ուտել Բաքվում ուրիշ արդյունավետություն այդ ամենը ունենալ չի կարող Շնորհակալ եմ